Ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները ի պատասխան Արթունենք շարժման Էդգար Ղազարյանի նամակին մայիսի 6-ին հայտարարել են. Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել Արթունենք շարժման անդամներ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը։ Ընդդիմադիրներն առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել։ Պատգամավորները պատասխան նամակում նշել են, որ այս պահին վարչապետի թեկնածություն են, սակայն պատրաստ են սատարել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Մեղմ ասած ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը։ Մայիսի 6-ին այսպես է արձագանքել ՌԴԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ԱԺ նախագահի երեկվա հակառուսական հայտարարություններին, որում Ռոբերտ Քոչարյանին եւ Սեյրան Օհանյանին անվանել է ռուսական ագենտ։ Այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիճ են խորհրդարանի խոսնակի կերպարին։ Ռուսաստանի թեման աշխարհում ակտուալ է, ինչու չօգտագործել հասարակությանը այլ թեմաների կողմ շեղելու համար։ Կրկնեմ, մենք չենք խառնվում ինքնիշխան երկրների ընտրություններին, նման փաստեր չկան, ասել է նա։ Բաքուն թույլ չի տվել Ավրորա մրցանակի դափնեկիր պակիստանցի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիմային մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Ֆաթիման նման ցանկություն էր հայտնել մարտին ժամանել Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ չի կարող ներկա գտնվել դատավարությանը, արգելքը որևէ կերպ չեն հիմնավորել, քանի որ ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, դատավարությունը ընթանում է դռնբաց։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը մայիսի 6-ին կալանավորվել է։ Նրան ձերբակալել են ՍԱՏՄ աշխատակիցների դեկտեմբեր ամսվա պարգևավճարները յուրացնելու եւ 30 տոննա բենզինի կտրոնները նախ կարիքի բաժանելու, ապա հավաքելու եւ վաճառելու կասկածանքով։ Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ապրիլի 30-ին։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր 2024-ի նոյեմբերի 11-ից մայիսի 1-ին մամուլը գրել էր, որ Դանիելյանի ազատման պատճառը կառույցում հայտնաբերված չարաշահումներն են։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտենում պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Երծաներ քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը Պոկում վարժությունում 3 հաջորդ մոտեցման բարձրացրել է 140, 145 ու 150 կիլոգրամներ։ Այս ձևում մեր մարզիկը արժանացել է ոսկե մեդալի։ Good lift of Hannesian. This concludes the snatch portion of this session. We're 15 minutes away from the clean and jerk at the IWF World Youth and Junior Championships and the Men's Youth Plus 102.